Երեխաների մասնակցությունը նախաքարոզարշավային հանդիպումներին դարձել է ակտիվ հանրային քննարկման թեմա։ Սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութերում երևում է, որ նման միջոցառումներին երբեմն մասնակցում են նաև անչափահասներ տարբեր ակտիվությամբ։ Այսպիսի դեպքերի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի տեսակետն է, որ պետք է հաշվի առնել երեխաների որոշակի առանձնահատկությունները։ Միաժամանակ օմբուդսմենը նկատում է, որ նրանք ևս ունեն իրավունք ցուցաբերելու քաղաքացիական ակտիվություն։ Եթե ծնողները բողոքեն անձնական տվյալների պաշտպանության իրավունքի կամ համանման այլ հարցերի հետ կապված, բնականաբար այդ դեպքում կանդրադառնանք։ Մեդիայի զարգացմանը զուգահեռ աճում է նաև երեխաների մասնակցությամբ ստեղծվող կոնտենտի ծավալը, նկատում են մասնագետները։ Ասում են, տեսանյութերը, լուսանկարները ու մյուս հրապարակումները ոչ միայն լայն տարածում են գտնում, այլև հաճախ դառնում են եկամտի աղբյուր՝ գովազդների, համագործակցությունների և մոնետիզացիայի տարբեր գործիքների միջոցով։ Մասնագետների կարծիքով որոշ ծնողներ դրանք համարում են ժամանակակից կյանքի մաս, մինչդեռ մյուսների գնահատմամբ երեխաները դառնում են բլոգերներ կամ սոցցանցերում ակտիվ օգտատերեր։ Բնականաբար սա բերվում նրան, որ նույնիսկ ինչ որ ծնողներ սկսում են շահագործել իրենց երեխաների կերպարները։ Իհարկե դեպքից դեպք շատ տարբերվում է, ես չեմ ուզում շատ ընդհանրացված սա ներկայացնել, բայց բավականին հաճախ է նման շահագործումը դիտվում։ Մասնագետները զգուշացնում են, նման մոտեցումների դեպքում երեխաների անձնական տվյալները դառնում են հանրային, որը կարող է առաջացնել տարբեր ռիսկեր։ Նրանք չեն բացառում նաև այն, որ երեխաները հետագայում մեծահասակ դառնալով կարող են իրենց մասնակցությունը գնահատել որպես շահագործում։ Բացի այդ, նրանց պատկերների տարածումը կարող է օգտագործվել ոչ պատշաճ նպատակներով, ինչպես զեղծարարների, այնպես էլ վտանգավոր և հոգեկան խանգարումներ ունեցող անձանց կողմից։ Փոքր երեխան դառնալով հանրային անձ նաև ենթարկվում է հոգեբանական ճնշման, որովհետև երեխան պատրաստ չէ լինել ուշադրության կիզակետում, դա կարող է նույնպես ունենալ երեխայի համար հետևանքներ, սա թվային հետևանք չէ, ավելի շատ այսպես սոցիալական, հոգեբանական։ Իրավապաշտպանները ևս արձանագրում են, որ երեխաների մասնակցությամբ ոչ բարենպաստ բովանդակության տարածումը կարող է ունենալ երկարաժամկետ հետևանքներ, անդրադառնալով ինչպես նրանց հոգեբանական զարգացման, այնպես էլ սոցիալական միջավայրում ինտեգրման վրա։ Նրանք պնդում են, որ ծնողները պետք է լինեն զգոն և մանկահասակ երեխաներին ցանկացած տեսանյութում ներգրավելիս կամ տարածելիս հաշվի առնեն հնարավոր ռիսկերը։ Քանի որ օրենսդրական կարգավորումներ չկան, յուրաքանչյուր ծնող իր երեխայի նկատմամբ ինքը պետք է հասկանա եւ կրի տվյալ պատասխանատվությունը։ Իրազեկման գործընթացը պետք է սկսել ծնողներից, բացատրել դրա ֆիզիկական եւ հոգեբանական բացասական հետևանքները։ Մասնագետները դրական են գնահատում միջազգային փորձը, ըստ որի անչափահասներին արգելվում է մինչև որոշակի տարիքի հասնելը մուտք գործել սոցցանցեր։ Նրանք պնդում են, որ ծնողները երեխաներին պետք է հեռու պահեն սոցհարթակներում ակտիվություն ցուցաբերելուց, քանի որ դա կարող է հասնել մի կետի, որտեղ այն պարզապես կդառնա անվերահսկելի։ Իսկ յուրաքանչյուր այդպիսի դեպք պահանջում է հավասարակշռված մոտեցում, որտեղ առաջնայինը պետք է լինի երեխայի լավագույն շահը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։